ինչ է պատրաստվում, ինչ է տեղնանալու, կրկին Սամվել Կարապետյանը տեղափոխվել է բուժհաստատություն, թե տանը բուժում։ Դրա վերաբերյալ լրացուցիչ եւս կիրազեկենք այն, որ դեռևս Սամվել Կարապետյանը ստացիոնար բուժման կարիք ունի, դրա վերաբերյալ կան բժշկական հավուր պատշաճի փաստաթղթեր։ Դրանում երկրորդ կարծիք չկա։ Մեխանիզմները կհասկանանք, որովհետև ի վերջո այստեղ միայն մեր ցանկությունը չէ, այնպես է ստացվել, որ ստացվում է նույն քննիչը եւ դատախազը պետք է որոշում կայացնեն անձի պատշաճ բժշկական օգնության վերաբերյալ։ Տեսնենք ինչ որոշում են կայացնելու։ Բայց մի բանն է ամենահստակը, Սամվել Կարապետյանը առողջական խնդիրներ որպես այդպեսին չի ունեցել մինչև 2025 թվականի հունիսի 18-ը։ Այն ինչ տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի նկատմամբ նույն թոքաբորբը, նույն ֆիբրոզը, նույն կորոնավիրուսային համավարակը, մենք այդտեղ տեսնում ենք ուղիղ դիտավորություն իրավասու պաշտոնյաների եւ նաեւ քաղաքական պաշտոնյաների կողմից Սամվել Կարապետյանի առողջության նկատմամբ ոտնձգության տեսանկյունից։ Եվ իդեպ այս պնդումները կատարելու համար պարզապես օբյեկտիվ տվյալներն ենք նայում։ Օբյեկտիվ տվյալները, բայց վստահ եղեք այդ առողջական հարցերն ամբողջությամբ հաղթահարվելու են։ Դա էլ ենք անցնելու ենք առաջ։